You welcome. Մուտքը գինու միջով, սպիտակ կարմիր ըստ ճաշակի, ներկայացնում է Golden Grape Armas-ը, նոր բրենդ է։ Այն ստեղծելու համար արտասահմանից եկել ու գործի է անցել Հայաստանում ծնված մեծացած գործարարը։ 5 տարի առաջ էր գործարանի ամբողջ նախագիծը նրա ձեռքի գործն է։ 5 տարի անց Արմեն Ասլանյանի ծրագիրը նորակառույցի կենտրոնում է։ Ներկայացնում է առաջին եւ գլխավոր հյուրին՝ նախագահ Սարգսյանին։ Դժվարն անցել է, քարերի հետ կռիվն ավարտված է, այգիներն ու գործարանը կառուցված։ Նույնիսկ ջուրն են գետնի տակից գտել տեղ հասցրել։ Դրա համար 300 մետր են փորել։ Հիմա ավելի հեշտ է, գործան ամենահեշտն է սարքել։ Հատուկ տուր հյուրերի համար 200 հեկտարը ոտքով չես անցնի, բայց սեփականատերը պատրաստ է։ Գիտեք որ եք սպորտով զբաղվում։ Սա համայնք է համայնքի մեջ։ Գործարանի 200 աշխատողները հիմնականում շրջակա գյուղերից են։ Նրանց համար հանրակացարան է կառուցվում։ Փրկություն է, ոնց։ Տարածքում անասնաֆերմա կլինի, ձկնաբուծարանն էլ, հյութերի արտադրությունն էլ, զբոսաշրջիկների համար էլ հյուրանոց։ Ագրոտուրիզմը գործարանի նախագծի մյուս մասն է։ Ձկնաբուծությունը Էսկոմի վրա է, լիճ կա 1.5 կիլոմետր վերև, այդտեղ գտնվում է ջերմոցները։ Ջերմոցներից մի քիչ վերև գտնվում է անասնաբուծական ֆերմաները, անասնաբուծական ֆերմաների կողքը գտնվում է հանրակացարանը։ Արմեն Ասլանյանը առաջին տարին չի մոռանում, կարկուտն ամբողջ բերքը վնասեց։ Այսօր գործարարը բերքն ապահովագրել է ոչ միայն հակակարկտային 3 կայաններով, այլև ամերիկյան խրտվիլակներով։ Չկա բառը չկա։ Только платить։ Արմասի առաջին բազմագույն արտադրանքը կհամտեսենք կես տարի հետո եւ ոչ միայն Հայաստանում։ Մյուս պրեմիերան 3 տարի հետո։ Շուկայում իր տեղը կգրավի Շատո Արմաս կոնյակը։ ԱՄՆ-ում, Ռուսաստանում ապրած գործարարը խորհուրդների հարցում էլ է շռայլ։ Հայաստանում ներդրումներ արեք։ Արտասահմանյան ընկերները անվերջ դա են լսում։ Էլի ունեմ ընկերներ, որոնք իրոք իմ խորհրդով հենց եկել են իմ կողքս հող են առը հենց Ամերիկայից։ Ստեղի շեֆն է։ Գործարար Պապիկի թորնիկը նախագահի կողքից չի հեռանում ու չի էլ թաքցնում։ Պապն իրեն է ժառանգելու բոլոր այգիները։ Շաքե Ղազարյան, Ալբերտ Գալստյան, Army News։